Ուրեմն հարգելի ուսանողներ, հիմա մենք անցնում ենք մեր դասընթացի հաջորդ կարևոր գլխին, abstract վեկտորական տարածություններին կամ պարզապես վեկտորական տարածություններին, որը ոչ միայն պարզապես հեշտական գլուխը, այլև մեր դասընթացը հեշտական ավելի բարձր մակարդակի վրա է բարձրացնում։ Abstract-ի ավելի բարձր մակարդակի մասին է խոսքը։ Տեսեք, մենք abstract-ի ինչ-որ ձևերի մասին արդեն տեղյակ էինք, չէ՞։ Օրինակ, մեր դասընթացի սկզբի մասերում, հիշում եք, հիշատակեցինք եւ ասեցինք, սկզբում եկեք RN առաջին առանձին դիտարկենք, QN-ը, CN-ը, ZPN-ը, համապատասխան R, Q, C, ZP դաշտերի վրա։ Հետո ասենք եկեք մի հատ abstract-ի քայլ անենք, ինչ ենք սրանք առանձին դիտարկում, սահմանենք abstract դաշտի հասկացությունը եւ այդ abstract դաշտի վրա ընդհանուր fn տարածությունները դիտարկենք։ Սա մի աստիճան ավելի բարձր abstract-ա է, նման էր ինչին։ Հիշում եք ընդհանուր հանրաշի դասընթացում անդադ ասում ենք, չէ՞, 3 խնձոր գումարած 2 խնձոր հավասար 5 խնձոր կամ 3 քար գումարած 2 քար հավասար 5 քար, այդ կարելի է խնձորները եւ քարերը անտեսել եւ հասկանալ, որ այդ 3 գումարած 2 հավասար է 5-ը, դա այդ քարերի եւ խնձորների հատկությունը չի, դա թվերի հատկությունն է։ Ուրեմն կարելի է abstract-ի ավելի բարձր աստիճանի անցնել, մոռանալ քարը կամ խնձորը, անցնել 3 գումարած 2-ին։ Եվ դա ոչ միայն ուղղակի շարադրանքն էր ավելի բարձր դարձնում, այլև պրակտիկ շատ ավելի դյուրին էր էլեմենտար մաթեմատիկայի հաշվարկները անել 3 + 2 հավասար 5 թվային լեզվով, քան թե 3 խնձոր գումարած 2 խնձոր հավասար 5 խնձոր մակարդակի վրա։ Նմանապես նույն երևույթը խմբերի տեսության, օղակների տեսության մեջ տեսանք եւ նման abstract-ի քայլել էստեղ էր։ Մենք այս բնույթի դաշտերից անցանք abstract դաշտին, որը մեզ թույլ տվեց այս բնույթի ինդիվիդուալ տարածություններից անցնել fn-ի։ Եվ սա ոչ միայն շարադրանք ավելի բարձր, ավելի մի տեսակ արիստոկրատիկ է դարձնում, այլև պրակտիկ գործը թեթևացնում է մեզ։ Ինչպես թեթևացրել։ Օրինակ, այն համակարգ լուծելու մեթոդները, մատրիցի rank հաշվելը, աստիճանաձև տեսքի, բերված աստիճանաձև տեսքի, այդ բոլոր պրոցեդուրաները անելը, տեսնում եք, որ իրարից շատ չէին տարբերվում, երբ որ մենք մի դաշտից անցնում էինք մյուս դաշտի։ Օրինակ, երբ որ մատրից է տված, ասենք այս մատրիցը ստեղ A1-1 էր, ստեղ ներքևը A2-1 էր կանգնած եւ ստեղ ուրիշ մնացած տարրեր, երբ որ մենք աստիճանաձև տեսքի էինք բերում, ասում էինք ինչ պետք է անենք, սա ուզում ենք զրոյացնել, սա զրոյացնելու համար երկրորդ տողից հանենք կամ գումարենք ինչ որ որոշակի ալֆա սկալար անգամ առաջի տողը, չէ՞։ Իսկ այս ալֆա սկալարը ով էր, մինուս A2-1 անգամ A1-1-ի -1 աստիճան։ Այդ նույն պրոցեդուրան, նույնն էր իրական դաշտի վրա, կոմպլեքս դաշտի վրա, մոդուլյար դաշտի վրա։ Միակ չնչին տարբերությունը այն ներսում էր, որ ասում էր, որ մի րոպե, այս ալֆան, որ դուք գրում էիք մինուս A2-1 անգամ բաժանած A1-1-ի վրա, երբ որ մենք մի դաշտից անցնում ենք մյուս դաշտին, պրոցեդուրը ամբողջովին նույնն էր մնում, պարզապես այս A1-1-ի -1 հաշվելը ուրիշ բան էր դառնում տարբեր դաշտերում, եւ այս արտահայտությունը, որ մենք հաշվում էինք, սրա մինուսը հաշվելը այլ բան էր դառնում։ Հիմա, եթե մենք յուրաքանչյուր դաշտի վրա առանձին էս համակարգ լուծել, ռղև հաշվել, չգիտեմ, rank հաշվել, ամեն մի համակարգի վրա, ամեն մի դաշտի վրա առանձին սահմանեինք, ստացվելու էր մենք մի քանի անգամ ամբողջ այս մեր պատմությունը կրկնելու էինք, Գաուս-Ջորդանի մեթոդ, հակադարձ մատրից հաշվել, մի քանի անգամ կրկնելու էինք, միայն ամեն անգամ ասելու ենք, գիտեք, եթե մեր դաշտը Z3-ն է, այսպես հաշվեք հակադարձը, իսկ եթե Q-ն է, այնպես հաշվեք։
երբ որ մենք ամբողջ դաշտի վրա արեցինք այդ ամեն ինչը, շատ ավելի կարճ ստացվեց, շատ ավելի լավ եղավ այդ պրոցեդուրան։ Կարճ ստացվեց։ Հիմա մենք պատրաստվում ենք դրա նմանատիպ հաջորդ աբստրակցիայի քայլը անել, դա աբստրակցիայի քայլը հետևյալն է։ Մենք այս պահին գտնվում ենք մեր մեր ուսումնասիրած ամենաընդհանուր դաշտերը, տարածությունները ովքեր են FN-երը, չէ՞։ Այս FN-երից անցում ենք կատարելու կամայական աբստրակտ V տարածություններին։ Ահա։ Լավ, ուրեմն որպեսզի մենք տեսնենք, թե այս անցումը ինչի է բնական, եկեք մի քանի հատ այսպես ռեալ իրավիճակներից վերցրած օրինակներ դիտարկենք, որոնք կամաց մեզ կբերեն այդ գաղափարին։ Տեսեք, դպրոցական մաթեմատիկայում դուք հետևյալ տիպի խոսակցություններ շատ եք արել, չէ՞, ֆունկցիաներ ուսումնասիրելիս։ Ենթադրենք առաջին ֆունկցիան, սա ասենք թե մեր մոտ f1 ֆունկցիան է, ստեղ էլ մենք ունենք ինչ որ ենթադրենք f2 ֆունկցիա։ Դպրոցական մաթեմատիկայում f1 ֆունկցիան ինչ որ a1 սկալյարով կարող եք, չէ՞, բազմապատկեք։ Օրինակ ինչ կստացվի f1-ը, եթե ես ենթադրենք 2-ով բազմապատկեմ։ 2 անգամ f1-ը ինչ կլինի։ Տեսեք, այսպիսի մի հատ ֆունկցիա մոտավորապես չի լինի, սա կլինի մեր 2f1-ը։ Իսկ ենթադրենք մինուս f2-ը ով կլինի։ Մինուս f2 ֆունկցիան էլ այսա չի լինի, հələ ես գրեմ, դուք նայեք, ճիշտ եմ նկարում, այսպես։ Ահա, այս էլ մինուս 1 անգամ f2-ն է։ Դե եթե սա 2f1-ն է, սա էլ մինուս 1 f2-ն է, ապա 2f1 գումարած մինուս 1 f2-ը, որը ինչ որ h ֆունկցիա է, h-ը որը կլինի, ինչ եք կարծում։ Տեսեք, սրան եթե գումարենք ստեղ, սա 0-յա կլինենք, մենք գտնվում ենք այստեղ, կգանք ստեղ էս մյուսն է 0, մոտավորապես այսպես, չէ՞։ Հետո ստեղ երկուսն է դրական են, մի քիչ կաճի վերև, մինչև ստեղ կհասնենք կգա այստեղ, հետո կսկսի սա նվազել, կգա կհասնի այստեղ, այս կետում, չէ՞, սա 0-յա, եւ մնացածը սա մի քիչ այսպես կգնա, այս կանաչ ֆունկցիան կլինի h-ը հավասար է 2f1 մինուս 1 անգամ f2, մինուս f2։ Այս պրոցեդուրան, որ մենք արեցինք, ուրեմն սա դպրոցական տարիների ծանոթ է, բայց եթե ես սենց հարց դնեի, հակառակ կողմից հարց տայի, ասեի h-ը տված է, f1-ը տված է եւ f2-ը տված է։ Հնարավոր է արդյոք a1 եւ a2 կոնստանտներ ճարել, որ h-ը հավասար լինի a1 f1 գումարած a2 f2։ Այս բան հաստատ դպրոցում չեք արել, բայց հետաքրքիր հարց է։ Հələ եկեք ավելի ընդհանրացնեմ խոսակցությունը, ավելի բարդ թվերով ցույց տամ։ Նայեք։ Ենթադրենք f1, f2, f3, f4-ը այս ֆունկցիաներն են, տեսնում եք, ասես բարդ լիքը աստիճաններ կան, խորանարդ եւ այլն։ Ժ-ն էլ սա է։ Եթե ես ասեմ, կարող եք արդյոք պարզել, թե Ժ-ն ներկայացվում է արդյոք այս ֆունկցիան, ներկայացվում է արդյոք այս մյուս ֆունկցիաների միջոցով այսպես, a1 անգամ ինչ որ մի հատ f1 գումարած a2 f2 գումարած a3 f3 գումարած a4 f4, հնարավոր է այդպես արդյոք ներկայացնել։ Դուք երևի նկատեք, որ նման բանի հետ երբեք չեք շփվել մինչև հիմա։
Նման բան չեք անցել ոչ մի առարկայից, ոչ դպրոցական մաթեմատիկայից, ոչ մաթանալիզից այստեղ։ Բայց հավանաբար ձեզ տարօրինակ կթվա, եթե ես ասեմ, որ դուք դրա մեթոդը արդեն անցել եք, շատ լավ գիտեք։ Տեսեք, եթե A1, F1 գումարած A2, F2, A3, F3 գումարած A4, F4 հավասար է J-ին։ Դե հիմա հիշենք, թե ինչպես է բազմանդամի մեջ գումարվում աստիճանները։ A1 անգամ 3 գումարած A2 անգամ -1 գումարած A3 անգամ 5 գումարած A4 անգամ 3 պետքա այստեղ խորանարդներին եմ համեմատում։ Այս ամբողջ խոսակցությունը պետքա հավասար լինի ինչու, ինչին, ով է նկատում։ Երկուսին։ A2-ին։ Տենց գծային հավասարումների համակարգ ենք ստանում։ Ապրեք, հələ բայց մինչև այդ հələ մի հատ էլ ավելի համոզիչ բառեր օգտագործեմ։ Եթե այստեղ F1 ֆունկցիայի փոխարեն ես վերցնեմ AS վեկտորը, F2-ի փոխարեն S վեկտորը, ուղղակի գործակիցները շարել են որպես կոորդինատներ։ Նմանապես A1 անգամ 3 ստեղից պլյուս A2 անգամ -1 պլյուս A3 անգամ 5 պլյուս A4 անգամ 3 պետք է հավասարանի AS 2-ին։ Այսինքն, ստացվում է, որ այս հավասարությունը տեղի ունի, երբ որ բազմանդամային հավասարությունը, երբ որ վեկտորական լեզվով ասած այս հավասարությունը տեղի ունի։ Սա էլ տեղի ունի, երբ որ գրում ենք գծային հավասարումների համակարգի տեսքով գործակիցները փոխարինելով x1, x2, x3, x4-ով, երբ որ այս համակարգը լուծում ունի։ Այսինքն պարզապես այս լուծեք այս համակարգը, ստացեք լուծումը եւ կլինի։ Իսկ համակարգ լուծելու մենք առնվազն երկու ձև գիտենք, չէ՞։ Հետագայում էլի ենք ձև անցնելու, բայց Գաուս-Ժորդանի մեթոդը, որ մենք այս պահին գիտենք, հրաշալի լուծում է այս համակարգը, ասում է սրա միակ լուծումը սա է, հետեւաբար ֆունկցիաների միջև այս կապակցությունը գոյություն ունի։ Ընդ որում դիտմամբ տեսեք, ես դժվար խառը թվեր եմ գրել, որ բանավոր հնարավոր չլներ այս խնդիրը լուծել։ Սա ոչ ոք այսպես առանց հատուկ տեխնիկայի օգտագործման չէր գտնի։ Եղավ։ Այսինքն տեսեք, զարմանալի բան է։ Բազմանդամները հեչել ուրեմն վեկտորներ չէին, բայց այս կոնտեքստում, այս խնդրում իրանք վեկտորին շատ նման վարքագիծ հանդես բերեցին ու իրանց մենք վերաբերվեցինք որպես վեկտորների խնդիրը լուծեցինք։ Հիմա ես հաջորդ հարցն եմ ուզում տամ։ Արտաքուստ շատ տարբեր հարց է։ Նայեք, վերցրել եմ հիմա սենց մատրիցներ, M1-ը այս մատրիցն է, M2, M3, M4, մի հատ էլ N։ Հարցնում եմ, կարող եմ արդյոք ճարել A1, A2, A3, A4 կոնստանտներ R-ից, որ N-ը, այս մատրիցը, այս տեսքով ներկայացվի։ Հեչ ինչ առաջարկություն ունեք։ Հիմա մատրիցները պետքա գրենք վեկտորի տեսքով։ Ապրեք, արտաքուստ այս մատրիցները այն նորվա վեկտորներից կամ առավել ևս այն բազմանդամներից հեչ նման չեն, բայց եթե մի հատ ասենք սուր դանակով վերցնենք, տեսեք, այս ասենց կտրենք, այս սենց կտրենք, այս ասենց կտրենք, այս բոլոր մատրիցները, հետո այս ներքևի այս հատիկը, այս 1-2-ը բռնենք սենց կողքից դնենք, 1-2, այս 0-1-ը ստեղ 0-1, սենց ստանանք մի հատ վեկտոր, սենց ստանանք մի հատ վեկտոր, այսպես ստանանք եւ այլ։ Հիմա երբ որ մատրիցները իրար գումարվում են, ինչ կա նշանակություն ներքևի հարգումակ դրած թիվը, թե դες բերեցին կողքից արհեստականորեն իրան մոնտաժեցին, չէ՞, ինչ տարբերություն։ Այս վեկտորները կստացվեն եւ այս մատրիցային հավասարությունը տեղի կունենա, եթե այս վեկտորական հավասարությունը տեղի ունենա։ Բայց այս վեկտորական հավասարությունը լնայեք, այդ M1, M2, N վեկտորներին նայեք։ Դրանք նույնը չեն, ինչ որ AS վեկտորները։ Այսինքն արտաքուստ շատ տարբեր են իրարից այս խոսակցությունները, բայց խորքի մեջ ոնց որ նույն բանն են արտահայտում։
ու սա լուծելու համար մենք կրկին կանրադառնանք հենց այս նույն առանց մի միլիմետր տարբերության հենց այս նույն համակարգը, որը ստանում է նույն լուծումը, որից մենք ստանում ենք սա։ Ինչ է ստացվում, որ բազմանդամները կամ մատրիցները, չնայած իրանք ընդհանրապես ասած վեկտորներից, նկատեմ այս fn-ի վեկտորներից արտաքուստ շատ տարբեր օբյեկտներ են, իրանք ունեն խորքի մեջ զանազան շատ նման հատկություններ, որը հնարավորություն է տալիս վեկտորների մասին, այս fn-ի վեկտորների մասին մեր ունեցած բոլոր մեթոդները տարածել այլ օբյեկտների վրա։ Նման է ստացվում այն իրավիճակին, որ կրկին ենք նորից դրան անդրադառնում, որ 3 քար գումարած 2 քար հավասար է 5 քար, դե մոռանանք քարը, դիտարկենք 3 գումարած 2 հավասար է 5-ը։ Նույն պատմությունը կրկին էստեղ է ստացվում։ Մոռանանք, թե իրանք այս fn-ից վերցրած սենց վեկտոր էին, թե մոռանանք, թե իրանք այս բնույթի մատրից էին, մոռանանք, թե իրանք բազմանդամ էին, իրանք ունեն խորքային ընդհանրություններ, որը մենք հեսա պատրաստում ենք ուսումնասիրենք։ Նայեք, այս մատրիցը, այս բազմանդամը, եւ այս մատրիցը եւ այս վեկտորը։ Իրարից արտաքուստ շատ տարբեր բաներ են, բայց խորքային ընդհանրություններ ունեն։ Այդ խորքային ընդհանրություններն էլ մաթեմատիկայի մեջ ոնց են ասում։ Նշենք մեզ ամենապետքական հատկությունները, դրանք անվանենք աքսիոմներ եւ ասենք, տված է բազմություն, որ ունի բավարարումը այս աքսիոմներին, եթե դա կատարվում է, ապա օբյեկտը անվանենք այսպես, ու մի հատ համապատասխան անուն է տրվում։ Անցած սեմեստր մենք սահմանել ենք նույն ճանապարհով խումբ, օղակ եւ այլն եւ այլն։ Հիմա այստեղ մենք պատրաստվում ենք այդ նույն ուղով սահմանել abstract վեկտորական տարածություն։ Սահմանում ենթադրենք v-ն կամայական ոչ դատարկ բազմություն է եւ f-ը կամայական դաշտ է։ Գումարման գործողություն է սահմանված v-ի վրա։ Ինչ իմաստով սահմանված։ Ոնց որ հանրահաշվական գործողություն է v-ն գումարման նկատմամբ։ Իսկ ավելի կոնկրետ ասած, դա ինչ է նշանակում։ V-ից ցանկացած երկու տարրեր, եթե վերցնենք, նրանց համար ինչ որ ձևով, այս պահին մեզ չի հետաքրքրում թե ինչպես, սահմանված է u + v տարրը։ Ամեն մի յուրաքանչյուր uv զույգի համապատասխանում է մի հատ uv u + v տեսքով գրառվող տարր v-ից։ Հաջորդը, դրանից բացի մի գործողություն էլ կա։ Սկալարով բազմապատկման գործողությունն է սահմանված։ Դա ինչ է նշանակում։ Կամայական սկալար, եթե վերցնենք մեր դաշտի, տեսեք, այստեղ առաջին անգամ դաշտը մասնակցեց սահմանմանը։ Եվ կամայական v, եթե մենք վերցնենք, նրանց համար սահմանված է a անգամ v արտադրյալը v-ից։ Վեկտորը բազմապատկվում է սկալարով։ Վեկտորը ձգվում է 2 անգամ։ Վեկտորը բազմապատկեց 2-ով։ Այնպես որ կամայական uv-w-ի եւ կամայական ab-ի համար f-ից հետեւյալ աքսիոմները տեղի ունեն։ U գումարած v-ն հավասար է v գումարած u, կոմուտատիվության աքսիոմ, ասոցիատիվության աքսիոմ, U գումարած v գումարած w-ն հավասար է u գումարած v գումարած w։ Հաջորդը գոյություն ունի մի հատ զրոյական տարր v-ում, ինչից ուզում է ինքը բաղկացած լինի իր օբյեկտները, անպայման մի հատ մեջ ասենք տարր կա, որը 0-ով ենք նշանակել, այնպես որ v-ին գումարած է 0-ն հավասար է v, կամայական v-ի համար։ Եվ յուրաքանչյուր այդ v-ի համար գոյություն ունի -v տեսքով գրառվող ինչ որ չեմ անում ինչ տարր, որ v-ին գումարած այդ -v-ն 0 է տալիս։ Իդեպ, ով է ուզում նկատել այս առաջի 4 աքսիոմները միասին ինչ աքսիոմներ են։ Աբելյան Ապրեք, առաջին 4-ը միասին աբելյան խմբի աքսիոմներ են։ Հաջորդ երկուսը երկու հատ բաշխականություն է ասում,
պահանջում a անգամ u plus v-ն հավասար է a plus av եւ a plus b-ն հավասար է av bv։ Հուսով եմ, որ հասկանում եք, որ s plus-ը եւ s plus-ը իրարից տարբեր օբյեկտներ են։ S a plus b-ն դա մեր f դաշտի մեջ եղած գումարման գործողությունն է, չէ՞, f դաշտի մեջ կար գումարում եւ բազմապատկում։ Դա ահա s plus-ն է այստեղ կանգնած։ Իսկ ահա s plus-ը մեր դաշտի վրա սահմանված երկրորդ պլյուսը մեր դաշտի վրա սահմանված այս գումանման գործողությունն է։ Եվ վերջի երկու աքսիոմը իրար հետ կապում են բազմապատկումը սկալярով եւ բազմապատկումը դաշտում։ AB v-ն հավասար է A BV, այսինքն պատկերավոր ասած, եթե մի հատ վեկտոր ձգենք 6 անգամ, այդ որ նույնն է, որ նախ ձգենք 3 անգամ, հետո 2 անգամ։ Եվ 1 անգամ v-ն հավասար է v, այսինքն 1 անգամ ձգել կամայական վեկտոր, այդ նշանակում է իրան ոչինչ չանել։ Այդ դեպքում v-ն իրա վրա սահմանված գումարման եւ սկալярով բազմապատկման գործողությունների հետ միասին կոչվում է վեկտորական տարածություն f դաշտի վրա։ Սա արևելաեվրոպական տարածքում ավելի շատ կոչվում է, ավելի հաճախ կոչվում է նաեւ գծային տարածություն f դաշտի վրա։ Հաճախ ասում են նաեւ գծային վեկտորական տարածություն, մաթեմատիկայի մեջ այս տերմինոլոգիայի բազմազանություն կա։ Եվ v-ի վեկտորները ինչ ուզում է իրան կլինեն, ուզում է լինեն մատրիցներ, ուզում է լինեն իրան բազմանդամներ, ուզում է ինչ ուզում է լինեն, հեսա մենք բազմազան օրինակներ կանցնենք, դրանք կոչվում են վեկտորներ։ Այսինքն եթե տեղը գա, ես կարող եմ հանգիստ գրեմ v վեկտորը հավասար է x քառակուսի գումարած 7 բազմանդամին, այստեղ սխալ բան չկա։ Իսկ f-ի տարրերը կոչվում են սկալярներ։ Որոշ գրականության մեջ կտեսնեք այսպես վեկտորները նշվում են bold արած սիմվոլներով կամ այսպես զանազան ձևավորմամբ եւ հաճախ, եթե մենք ուզում ենք շեշտենք, որ մենք հենց վերցնում ենք abstract վեկտորական տարածության վեկտոր, մենք կգրենք վեկտոր գլխին սլաքը անպայման կդնենք, եթե ցանկանանք շեշտենք։ Բայց ասենք 0-ն գլխին սլակ դրած, նշանակում է մենք խոսում ենք մեր տարածության զրոյական վեկտորի մասին, որը կարող է օրինակ լինել մատրից կամ կարող է լինել բազմանդամ։ Ուրեմն նայեք, նկատենք նաև, որ այս աքսիոմները, որ մենք թվարկեցինք, 8 հատ աքսիոմները, դրանք հենց են հիմնական հանրահաշվական հատկություններն էին, որոնք մի քանի անգամ մենք արդեն առնչվել ենք։ Մենք այս բոլոր աքսիոմները 8 հատը հերթով բերել ենք R2-ի համար, R n-ի համար, այսինքն C n-ի համար, F n-ի համար, մատրիցների համար։ Այսինքն հիմա եթե մենք այս սահմանման դիրքերից հետ վերադառնանք այն մեր նախկին սահմանումներին, մենք փաստորեն կարող ենք ասել, որ մենք առաջ արդեն ապացուցել ենք, որ Rn-ը, այս մեր Rn-ը իրանից ներկայացնում է abstract վեկտորական գծային տարածություն, այ հենց նոր ասված սահմանման տերմինոլոգիայով։ Նույնը Cn-ը, նույնը Cn-ը եւ այլն։